Դեմ առ դեմ մի դրամի ուժի հետ։ Միջոցառման նպատակն է երկու տարբեր սերունդներին սինխրոնացնել, ցույց տալ համագործակցության կետերը, ինչ հնարավոր արգելքներ կան այդ ճանապարհին եւ իհարկե հարթակ տրամադրել տարբեր ֆորմատներով, ինչպես բեմից ելույթներ հարց ու պատասխան, այնպես էլ հավասարազոր նետվորքում գային ազատ ոճի քննարկումներ։ Տաշիրի մշակույթի տանը կայացավ դեմ առ դեմ սերունդների երկխոսություն մարզային ֆորումը։ Այս տարի միջոցառման գլխավոր հովանավորները ID Bank եւ Իդրամ ընկերություններն են՝ մի դրամի ուժը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրով։ Իսկ նախաձեռնության հեղինակը մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը։ Մեր գործընկերը ներդրեց իր չափաբաժինը, իր տեսակի ռեսուրսները, ըստ էության ապահովելով այս ամենի կայացումը։ Մենք էլ մեր համայնքի ուժերով, կամավորների ուժերով, ներգրավվածությամբ կարողացանք գետնի վրա իրականության վերածել այս ամենը։ Ինչ համար շնորհակալություն իհարկե։ Ով է այստեղ հավատում, որ մի դրամա ուժ ունի։ Մեր միջոցառման տոմսի գինը, ինչպես գիտեք, սահմանված էր ընդամենը 1 դրամ եւ դա պատահական չէ։ Որովհետեւ Իդրամը եւ ID Bank-ը նույնիսկ ձեր 1 դրամ վճարման դիմաց իրենց միջոցներից հատկացնում են բարեգործությանը մի դրամի ուժին։ Ու 16 տարեկանից արդեն աշխատեցին։ Ամեն ինչ սկսվում է անհատներից եւ մի դրամի ուժի համար առանձնահատուկ կարեւորություն ունեն մարզային երիտասարդությունը եւ առհասարակ երիտասարդ սերնդին կրթող առաջնորդական հմտություններ սովորեցնող նոր հորիզոններ ստեղծող ծրագրերը։ Իդրամը եւ ID Bank-ը շատ կարևորում են հենց մարզային զարգացումը, համայնքների զարգացումը եւ մեր երիտասարդներին լրացուցիչ հնարավորությունների դռներ բացելը, որովհետեւ այսօր մենք ունենք իսկապես շատ պայծառ երիտասարդներ, որոնք մեր ապագան են կերտելու։ Ֆինանսական բաղադրիչից բացի ID Bank եւ Իդրամ ընկերությունները ֆորումին միացել են նաեւ կրթական ծրագրով, որի շրջանակում ավելի քան 150 երիտասարդ Հայաստանի բոլոր մարզերից մասնակցել է ֆինանսական գրագիտության օնլայն սեմինարների։ Ամենաակտիվ մասնակիցները Իդրամ եւ ID Bank ընկերությունների կողմից արժանացան խորհրդանշական նվերների։ Նվերների հանձնմանը սիրով մասնակցեց երեխաներին ողջունելու եւ ոգևորելու եկած Իդրամ ջունիորը։ Սովորեցի ինչպես ճիշտ կառավարել իմ ֆինանսական ռեսուրսները, ներդնել, սովորեցի թե ինչպես իմ ֆինանսական տվյալները պահպանել ու խատախությունների զոհ չդառնալ։ Մի դրամի ուժի թիմը նաև ստանձնել է ֆորումի մասնակիցներից Արցախցի Սվետլանա Մովսիսյանի ելույթի մենթորությունը։ Սվետլանան, ով մունք տեխնոդպրոցն էր ներկայացնում Արցախի կորստի ցավի, անցած դժվարին ուղու եւ վերածնվելու կամավորության կարեւորության մասին իր պատմությամբ հուզեց ներկաներին եւ միաժամանակ ոգևորեց իր ուժեղությամբ ու ապագայի տեսլականով։ Ուզում եմ վստահ լինեք, որ այն ամենը, ինչ դուք ստեղծել եք, ինչի համար պայքարել ու արարել եք անցյալ չէ։ Այդ ամենն ապրում է մեր մեջ, եւ մենք տեսնում ենք այն լուսավոր ապագան, որը դեռ պիտի կերտենք միասին, ձեր փորձով եւ մեր ուժով։ Շատ լավ հնարավորություններ ներկայացնելու համազգային խնդիր, որը բոլորիս է հուզում եւ որից պետք է հաճախակի խոսել, որպեսզի չմոռացվի։ Նշենք, որ ֆորումի մասնակից բոլոր պատանի խոսնակներն Իդրամ եւ ID Bank ընկերությունների կողմից արժանացան 50,000 դրամի չափով ID coin-ների։ Ֆորումի ընթացքում երկրորդ գլխավոր գործընկեր Յուքոմ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանը վարեց պանելային քննարկում, որի բանախոսները նախորդ տարվա դեմ առ դեմի լավագույն խոսնակներն էին։ Դեմ առ դեմ սերունդների երկխոսություն մարզային ֆորումը եզրափակվեց Լավելի խմբի համերգով։ Եվ դա ճիշտ էր գուցե